Բարի առավոտ, սիրելի հետևորդներ ջան։ Այս էլ քիչ մարտի ձյունը մեր մոտ։ Առավոտյան ժամը 7-ն է։ Դեռևս գիշերվանից նկատել էի, որ ինչ-որ փաթիլներ են երևում, և ահա խնդրեմ։ Գիժմարտը իր գժությունը արեց։ Հիմա եկեք գնանք տեսնենք նարցիսները ինչ վիճակում են։ Այ քեզ գիժմարտ։ Ոյ, լարի ձյունը ընկավ, տեսակ։ Հիմա գնանք ուսումնասիրենք։ Բեղցենին մոտ օրերս կձաղկեր, կոկումները արդեն գույնը լավ երևում է։ Խնդրեմ, ուտեցնեմ։ Լավ է, որ դեռ չէր բացվել։ Ահա։ Այս վիճակն է։ Հույս ունեմ ցրտահարություն չի լինի։ Հիմա կակաչներին եմ մոտենում։ Ոյ։ Այստեղ էլ այս վիճակը։ Լավ էլ նստել է։ Այսպես։ Ոնց որ թե խորը ձմեռ լինի մեր մոտ։ Ձյունն էլ լավ ճռճռում է։ Նարցիսներին մոտենանք։ Այսպես։ Նրանք էլ ձյան մեջ թաքնվել են կարծես։ Այս վիճակն է։ Վարդը արդեն տերևները լավ կարմիր։ Եվ ահա խնդրեմ, սիրելիներս։ Համ սիրունա, համ էլ շատ լավ կլինի, որ այսքանի հետ ցրտահարություն չլինի։ Ձմեռն ու գարունը միախառնվել են։ Խնդրեմ։ Այստեղ սպիտակ նարցիսներն են, դեռ չեն բացվել։ Միշտ էլ սիրում ենք ասել առանց մեկնաբանությունների։ Չինական վարդը դրսում էի թողել։ Այսպես կրացել ածյան ծանրությունից։ Այս մեկն էլ։ Ոնց էի թողել դրսում, չնայած օրը կբացվի, արդեն տուն կտանեմ։ Այսպես։ Մյուս կողմն էլ ու սպասեմ օրվա բացվելուն։ Քեզ գարուն, այ քեզ գիժմարտ։ Իսկ այստեղ ձյունը լավ կլինի մնա, քանց թե
ծառը թափահարեմ մաքրվի, քանի որ ձյունը երբ որ այսպես կպած ծառի վրա եւ տակը կոկումներ կա, ավելի լավ է թողնենք, որ փոխաբերական իմաստով տաքացնի։ Կարևորը որ ցրտահարություն չլինի։ Իսկ հիմա շտապեմ տուն եւ շարունակություն տամ։ Սիրելի հետևորդներ ջան, ճանապարհին եմ, տուն եմ գնում եւ այս կողմից այնքան սիրուն էր այս տեսարանը, գառնան եւ զմռան հանդիպումն է։ Մի պահ կանգ առա, վայելենք միասին եւ ապա տնից կմիանամ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հասել եմ տուն, մեր դրանն եմ ոնց տենում եք։ Գործի տեղը ուշքում միտքս իմ ծաղիկներն էր, իմ բաղու բաղջեներ։ Գեղամիջերումն արդեն ձինը հալվել է, նարցիսներս արդեն շղշողին են տալիս, չեն կոտրվել, քանի որ այս ձինը թաթ ձին էր ու շատ ծանր էր։ Արդեն իսկ իմացել եմ, որ արդեն մյուս մարզերում Սիմոչկա եկար սրտի, կարոտել ես աղջի։ Հլա մի հատ նայի այդ քո սիրուն աչքերով, ահա, սիրելի հետևորդներ ջան, դե միշտ ասել եմ, չէ, որ տնից դուրս գալիս միշտ Սիմոչկային տանից հանում եմ, դե ամեն դեպքում ճիշտը դա եմ համարում։ Հետո հենց որ արդեն տուն եմ գալիս, հենց ձենս լսում է, ահա, տեսակ ոնց վազդալով եկավ մոտս։ Անգամ ինքը ես կասեմ, ձեզ էլ արդեն շատ սիրում։ Կենդանիները շատ խելացի են, մարդկային լեզուն հասկանում են։ Ահա, սիրելիներս, էս էլ իմ վարդի թուփը, որ տերևներ արդեն դուրս է գալի, մի խոսքով։ Այստեղ նորմալ է, հիմա պտտվենք մյուս կողմ։ Սիմա, Սիմոչկա, Սիմա, Սիմոչկա։ Այս էլ վարդակակաշները, սիրելի հետևորդներ ջան, հիմա մնում է, որ իսկապես գիշերը ցուրտ չլինի, համ Սիմայով հիանանք, համ էլ մի երկու խոսք ասեմ, հետո տուն կգնամ, մեկավոր տակ եմ հագնվել, առավոտվանից երբ որ հետպես շուտ վեր կացա, այստեղ արդեն հավերս են գալի ձայնիս վրա, պետք է գնամ իրանց էլ կերակրեմ, սիրելիներս, բայց ուզում եմ խոսքս ավարտել, ասում էի չէ, որ վայ հանկարծ ցուրտ չլինի, քանի որ իսկապես ուշքում միտքս դրա մեջ է, քանի որ ծառերն արդեն կոկոմած են, քշա, քշ, սիրելիներս, սրանց տանեմ կերակրեմ, թե չէ ստեղ լրիվ կքանդեն։ Սիրելիներս մի հատ էլ տեղցենում նայենք, այս վիճակն է, և աստծուն խնդրում եմ, որ գիշերը ցուրտ չլինի հանկարծ, ամբողջ ծառերը այս վիճակում են, մենակ տեղցենին չի, հիմա աստծուն բոլորս էլ խնդրենք, որ ցրտահարություն չլինի, մինչև վերևը առատ կոկոմներ կա, որը դե արդեն իսկ բերքի նշան է։ Ոյ, սիրելիներս, հավերիկ ուտը տվել եմ, այդ ախատատ վեր հվակեցին, հետո սիրտս տվուց ոչ, որ գնամ տուն, չնայած միտք ունեի, որ պեչը վառեմ, հմել հետներս ձենիս վրա գալիս են։ Ասի հլագամ ստի, այս ֆոնի ծաղիկն էլ ստուգեմ էլի, հլատենամ, խոյետ ձինը զոր չի արել, ահա, հլա որ լավն է, այդ ամեն ինչը պարզ է դառնում, երբ որ քշերը լիսացնենք խերով բարով, ոնց որ թե երևի բանջար քաղեմ, հազիվ եկել եմ ստի, ձինը ետ քաշեմ, բանջար քաղեմ, աքլորները իրար հետ կռիվ են անում, քանի որ դեռ ահագին աքլորներ ունեմ, ստի ինձ ձին կա, ռաուդը շատ էր, Հմի այս աստիճանի է, սարերումը դեռ նստած է,
Բայց թե ոնց ասի, գեղամիջումն էլ ընդհանրապես չկա, մեմեն սենց բաղչեքում ստի ինդի սիպտակոտին ա տալի։ Մատերս չորացավ։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, վազ եմ տվել տուն, ձեռնոց հելվի կալա, քանի որ ձմռվա պես ցուրտ ա։ Ահա։ Այս կրանը լավ բանջարի թալա եմ գտել։ Հիմի կստյան կքաղեմ։ Նենք չէ լավ որ դե ձինը շատ ճղեմ, ետ քաշեմ, արդեն ճիշտ ասենց ստինդի խոտերի վրա կա։ Այս էլ վենց մկրատը ձեռս ընկավ, ես եմ բերել։ Դե ավելի լավ հեշտ կքաղեմ, հիմի այնա որ կալ չտիմ, գետնի վրա չոքիմ ընդորվա պես, ով հետև գետինը լավ տեղին թացա, բայց որոշեցի բանջար քաղեմ, ամեն դեպքում ձինը ետել քաշեցի, էլի, ահա, այ ձինա, խաշամա, ահա, բայց ես ինչ լավն ա, պահ, են մի անգամվանից լավն ա, պատկերացրեք, են հերտես մի կուրը տեհել չէի, հետո համել ասեմ, որ են վաղտ որ քաղեցի չէ, համ շատ բեզարած էի էտ օրը, էլ կարեի ոչ շատ խոսիմ, անգամ իմ էփատ ճաշի են սիրուն տեսքը ձեզ ցույց չտվի, հետո այդքանն էլ շատ էր երևում, բայց որ էփումը մի պատառ բան ա դառնում, երկու բաժին բան դառավ էլի դե հենց, դե երկու բաժնի ուտելուն էլ ինչ կա մանավանդ, որ սաղ տարին կավոչ, դենց ճամփա ենք պհում, հետո մնել որելում արդեն սենց ավելի հավեսով սկսում ենք վայելել այդ համովությունը։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ոյ, բայց ցուրտ ա։ Ասեմ որ ես կյանքումս բանջարը աղով չեմ շղաղում ուտում, արած չեմ էլ անի, քանի որ մի անգամ երեխա վախտս փորձել եմ, դիր չի եկել, դե հենց էլ մեջս տենց ա տպավորվել ու չեմ արել, ինձ այն անգամ գրել էր իմ սիրելի հետևորդուհին Ռոզա Մանուկյանը, որ ինքն էլ ապուրները չի ուտում, մենակ թենց աղով շաղախում ա նոր ավայելում, այդտեղ եմ պատասխանել ու հիշեցի, որ այդ օրը բանջար քաղելիս այդ մասին ձեզ չէի ասել, դե չգիտեմ, բոլորը էլ հասցնում եք գրառումները կարդալ, որ տենց գրառումների բաժնում էլ ենք էլի, իրար ավելի լավ ծանոթանում, ճանաչում, շփվում, հա, երբ էլ որ ասենք շատ հոգնած եմ լում, թենց բառերով չեմ պատասխանում, մենակ սրտիկում եմ, ծաղիկ եմ ուղարկում, դրանով հասկացնում եմ իմ ուշադրությունը, իմ սերն ու հարգանքը, վախ, ես ինչքան լավն ա, ըհը, այս կողմը շատ փարթամացել ա, իսկ թեխի եմ հմի այս կարունքվածին ղորփնովը բանջար քաղելը միտս գծել, հա, ճիշտ ա, հենց էտա սոր, սաղորը, ծեքելահան, աստծուն խնդրում եմ, որ քշերը ցուրտ չանե, բայց ամենազգայունը բանջարն ա, անգամ մի պուճուր ցուրտ էլ որ անե, այս բանջարը սևանալտի, հա, դրա մարասի քանի են լավ վաղտնա, այն ոնց ասած, քանի տրումն ա, լամին քաղենք, հետո պեչն էլ տին վառել, տրուբեքերը թապ տալու էր, մի 20 օր ավել կլի, պեչը վառել չեմ, հետո ոնց հայլել տրուբեքերն էլ թենց մաքրելու մնաց, այս է խաշամը, վերջը, հա, թենց էլ մնալով մնաց, դե որ գործն էլ որ մնում ա, էտա մնում ա, ուշկներ ուսկծում ենք ուրիշ գործի, Էդ էլ դուզն ասաց, ասի, դե կարող ա նենց ստացվի, արդեն պեչը հանեմ տանիցը, են այդ վաղ տրուբեքերը կմաքրեի, դենը կդնեի, բայց թե ոստեհակ ծնեց։ Իմացել եմ, որ այդ կողմերը ավելի շատ ա ծնել, հլա մեր կողմը շատ քիչ եկավ, այս մի պուճուր քիչ ծնիցն էլ, օգմին հուշ տայելել, ահա, սենց, այս կքաղեմ, կտանիմ պեչը կվարեմ,
Բան չկա, թեկուզ դրուբեքերը թափել չտամ այս անգամ։ Եդ ոնց հանես կվարվի։ Վայ, ինչ շատ են կռվում այս ակլորներս։ Ահա։ Էս էլ սենց։ Ոյ, ոտներս պիթավվեց։ Ասել մեր տատերին։ Էս սենց։ Չոքած լավն ալում էլի հանգիստ կամ էլ նստած։ Էս էլ հին բանջարնին են։ Ահա։ Սենց անեմ, որ կարեն ամեն թմբլիկ բանջարնին քաղեմ։ Հա։ Մի խոսքով բանջարը շատ ռևում է, հլետակ ջուրն ենք կծում, դառնում է մի պատառ։ Համի հետ շուտ քաղեմ։ Ահա։ Հասցնեմ էլի, էսա կմտնի։ Սրանից էլ համով բան, էս աշխարում, տարվա էս շրջանում։ Այսպես, հատկապես, որ իմ բաղչեն ամաքուրա, ճիշտ է հավերն են, բայց ասենք հավն ենց չի բանանում էլի, որ ասենք վայ հավը վրովը ման ա եկել, հմիստի անարատ տեղ էր։ Եթե հավը բանջարի կուշն ա գալի, ձև չկա, նախտ ուտում ա։ Էլտյան մի հատ էլ ա կարալ չեմ էլի, որ գոնե անգամ երկու հատ քաղեմ։ Կողքին կանգնում են ու կտկտալ է ուտում։ Հմի բաղչեն մի կրներին էլ կա, կգնամ ընդել ման կգամ, կպտտվիմ, այն ա որ հմի որ սեն ձինն եկել ա, արդեն ձինը որ երկու հալ ա էլել, սաղ ֆողը կպցրել ա, երևի ես հերդ մի քիչ շատ կլվանամ, բայց թե դե բան չկա, կարևորն են ա, այ սենց անժաշ տեղից բանջար կդա, Այս շրջանումը ամենահամովն ա, դե այն անգամ էլ ասի, ու երևի դեռ կհասցնենք էլի, մի քանի հետ կքաղենք, կվայելենք։ Անցած տարի, որ նոր էի սկսել վլոգ անել, քաղել էի հատուկ սարցախցիկում պահել, բայց հաճախակ գիտեի, որ մեր մոտ լույսերը տանում են, այդ պատճառով, այդ սաղ արած գործս ջրտարելավ։ Իդեպ ասեմ, որ այսօր առավոտը ձեր հետ խոսելուց հետո, ոչ թե ձեր հետ խոսելուց հետո, այլև այդ շորտ վիդեոն, որ արեցի, մինչև արդեն այդ տեղադրեցի, լույսերը տարան, ահագին ժամանակ էր, լույս չկար, լույսս կտրեցի, ասի էտ ավերջ, երևի օրերով լույս չենք ունենալ, բայց թե բարեբախտաբար տվեցին, բայց թե որ գնացի աշխատանքի տեղը, ընդեղ արդեն իմացա, որ այդ վերևները էլեկտրասյուներ ա վայրկցել այդ ձյունը, մի խոսքով այդտեղ վթարներ ա եղել, հիմա չգիտեմ, մեր լույսը մենք կես ունենք, էլի, այս կողմի վրայա, դեպի Վրաստանի կողմը մենք կես ունենք, մեր լույսը մենք այդտեղից ենք ստանում և դրա համար էլ մենք լույս ունենք։ Այս են, սիրելիներս, շատ ընտիրեր է, շատ, պեչը կվարեմ, կողքին կնստիմ, կմաքրեմ, հետո հենց պեչի վրա էլ ճաշս կեփեմ, չեմ մոռանա, որ այդ համով սիրուն տեսքը ձեզ է ցույց տամ, որ տենակ ինչքան վարպետորեն ես էփում եմ բանջարի ճաշը, քանի որ էդ էլ ա փեշակ, այ, ահա, սիրելիներս, լահ մի գնամ, էլ մանգամ տեսնի, տենամ, տեսնի էլ պետք կալի, ահա, չէ, ես ասերումը չի, ես որքան գիտեմ, հա, հենա, այ ընդեղա, գնացինք ընդեղ, բայց պետք է տեսաղցիկն էլ տանի, որ դուք էլ ինձ տենակ, ահա, հմի, էդ էլ կարգավոր եմ, արդեն ընդի աչկադրել եմ, հարմար դիրքին գրել եմ, ահա, հետո ըստյան բանջարն էլ քաղեմ, ոնց ռևում է արդեն սրանք ձնիցը մի քիչ ոնց որ թե խղճացել են, ահա, դե ոնց ասի, բանջարը ամենաշուտն է ձնիցը ցրտիցը խղճանում, շատ լավ փարթամացել է, ահա,
Քշերուցեր էի կանում, մեծանում, էլի։ Այն շատ գետնիցը կպացնին, ես չեմ սիրում։ Այ էստի արդեն իրոք ձինը եդ եմ քաշում։ Տատենամ ձնագում, դա ալում։ Դե թատ ձինը կլի, պահ։ Ահա, այս ենք, ես էլ մեր գալունքվա ձնագում դա։ Դե բայց թե ձնագնդի վաղտը չունինք, հմի մթնում ամութը վրա է անգնում, պետք է այս սիրուն, տերևնու տակը կարմրած, բանջարը քաղեմ տուն տանեմ։ Եվ արդեն իսկ սիրելիներս, ես արագացնեմ։ Ես ուշքս բանջարում դա էլի, բանջարին եմ մտիկանում, որ ամեն մի պատահացնել, քաղեմ ոչ, Պետրոն գծեմ էլի, այն ամենա սիրունները քաղեմ, պահ, ես ինչ լավն է, մարալ, ահա։ Հավերս գնացին թարելան, էլ ռևում չեն։ Ես էլ մի օրա, մենք էլ կպարծենանք, կասենք, ձինը ետ քաշեցինք, Անուշկայի հետ բանջար քաղեցինք։ Այս ջախուջուխը իրա այն հին աշունքվա բանջարն է, էլի։ Ահա։ Թրջունին էլ են կուչ եկել, մին երգում են, մին երգում չեն։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, ես շարունակեմ քաղել արագ, ծաղ ես իմ ծառերի որքը լիքն աստի, հետայ, ահա, թրջունին, այն մեզ թրջունին, և մի քիչ տենը, որ հեռու գնում են, արդեն իրանց թարի տեղն են գնում։ Ես մի քիչ սեղմ եմ, որ տեղավորվի, ես արդեն գիտեմ, որ արդեն մի բաժին ճաշի բանջար եմ քաղել, բայց երևի մել կամ էդ մի կողմը։ Այս ենք, եկա, այ սա ոտոիցս կպավ։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այն ոնց ասած, մարդ ուզում չի, որ ըստյան տուն գնա։ Համ քաղում եմ, համ էլ աչքի պոզով 4-ի կրանս մտիկանում, թազա բանջարի թալա եմ գտնում, կարմիր։ Հետ ասում եմ, չէ, պետք է այն էլ քաղեմ, Ահա։ Եթե մի քիչ ասենք ճաշը շատ էլ կլի, բանջարի ճաշի շատը որն է, մի հատ ուտում ես, հետո մի հատ էլ ես ուզում ուտես։ Դրա համար այն կռնիցը եկել եմ ըստի, ահա։ Հետայ, անտիր։ Այն ոնց ասած արդեն մարդու հավեսել է բացելում էլի, էլ ոչ ծրտին ենք մտիկանում, ոչ մատներ սարչելուն, հլա, մի բա ոնց չի քաղեմ ես սրան, ընտիրությունը, ես կողքին ավելի լավներ, ըստի ես կարալյոկի ծառի տերևը որ վեր է եկել, խաշամբի տակին մնացել են, ավելի են լավաճել, հետո կարմիր, դուս են եկել ես քոն տեղը, ես ծղերն ես ուր են գալի, շատ վաղտ կայելի ասել հանդրած եմ քաղում, մինը մնիցը լավն են, կացիլա մկրատով ձինը ճղենք էլի, այս ենք, ջանա, ես ինչ համով բանա, այս ենք, դե լավ բաների վրով է, էլի լավ խոսքերն էլ ասվում, միշտ էլ բոլորիս համար էլ լավ բան էլ նի, որ բոլորս էլ կայնանք լավ խոսքեր ասենք իրար, ես կան տեղն էլ քաղեմ, հետո իսկականից կգնամ տուն, եթե կարենամ էլի, ըստյան
Անջատվեմ գնամ։ Դեր լա պետքա պեչը վառեմ, տունը տքանա, այսքան էլ երկար ձեր հետ խոսեցի, հլա տենանք ոնց տիմ դասավորել, այսենց, մի որ գեդինը ծամակ երել էլ, արխեին, նստիլ տեի հանգիստ էլի, կրատով ենք ծինը ճղուն, որ ձեռնոցս թաց չանեմ, էլի, եթե ձեռնոցը թաց ելավ արդեն, այդ վաղտիս կականից, մատներս կսարչի, համա թե հենց օդը մաքուրա, հենց լավնա, այսենց, այսքան տեղն էլ մի երկու հատ կարմիրը տեհել եմ, են էլ կաղեմ, հետո վերջ, են անգամ են ոնց ասի է, ստյան դվարը տի պաղչիլ, մի երկոյից եդը եդ կգամ կկաղեմ էլի, սայ աչկս ես սրանց վրա էր, խաշամ իտակիցը սիրուն դուս են եկել, Այ քեզ բան, հավերը էլ եկել են քուջուջ են անում, այ այդ ձևի լավն է եղանակը։ Դե սիրելի հետևորդներ ջան, ես էլ այսքանը համար եմ, որ հերիքա, այս անգամվա ճաշի համար, մի հատ էլ ձեզ սենք ցույց տամ, հավեսի բերեմ, հետո գնանք տուն։ Ահա, մոտեցնում եմ, այ սենց սիրուն ընտիր, չնայած որ դե պետք արդեն մաքրվի, սիրուն, թմբլիկ բանջարները, ահա, գնացինք։ Ուրեմն սիրելիներս, վատիս առաջին մտիկ անելով գնեի, որ այդ միթիկ հացնումը սոտ չի տանվեր ընգնիմ, մնել տենամ մանուշակը ստեղ շողշողում է, ահա, այ, հեսա, ահա, Եվ իպոք եմ տանեմ, այս տարիներ առաջ իմ երեխեքն են ցանել, ձեռնոցս էլ արդեն հանել եմ, ոչիկն էլ երկար է, երկար, ջան, մի հատ ես ստեղ դնեմ, ես սիրուն ձնի վրա, մի հատ էլ ես կրանն եմ տեհել, սայ, ահա, մի հատ էլ թե գդա, իրեք հատը հերիք, հա, ահա, ես էլ իրա երկար պոչիկը, Էլի ստեղ եմ դնում, բայց մի հատ էլ եմ է ուզում, հավերը կերել են, մանուշակը, այ են կողմում մի քիչ հեռու տեհել եմ, դե չալար եմ գնամ, են էլ պոկ եմ, ոյ, էլի եմ տեսել, մի քիչ դժվար տեղեր, բայց թե ձինը դենը տանինք, Եվ մանուշակները կաղենք, ահա մեկ, երկու, ստեղ շատ կա ոնց որ, դենանք, ոյ, ահա, ոչկա հենց անենք, սիրուն պոկենք, ես այդ տերը պոկենք, ահա, հետո ինչ եղար այ մանուշակ, ահա, ոյ, ես էլ հանկարծ չպչացնեմ, ահա, հետ էլ էդ, Ես մեկն էլ պոկեմ, պաստորեն, էլի զույգ եղավ, պետքա մի հատ էլ գտնեմ, ոնց որ թե գտել եմ, ես լաստի պահենք, ես այդ ձեռնոցից սա մատներս ներկվել, հեսա, ինչ եղավ, ոյ, գործրի, չէ, սայ, հեսա, սայ, բա ինքան դժվար ա տեղը թեքնա, Ահա, բանջարներն էլ գծեցին մատներս, 5 հատիկ, ես սենց, ոյ, ահա, ես լաստի նշանով տեղ դնեմ, կամ էլ ստեղից վեր ունեմ չկորցնեմ, դնեմ իմ բանջարների վեդրոյի վրա, այդ էլ էդ, ամեն դեպքում քանիստի եմ,
հլա էլի մանգամ, կարող է այս տերևների արանքում էլի գտնեմ մանուշակ, ստա մի քիչ բարդ տարածք եմ եկել, ճիշտ ասած ես թենց էլ գիտեի, որ այս մանուշակ էլ ստեղ կգտնեմ, տերևներն են, դե լավ տերև պոկենք, ինքանին կսիրունացնենք մի բուջուր բաժակի մեջ, մի հատ է տերև, ոնց որ թե ստեղ կոկոմներ են, սա է կոկոմա, հեսա կոկոմը, նոր է էլի, այ նոր է լինում, ջան, նման դեպքերում, սենց մարդու սրտի վրա մի տեսակ հանգստություն է իջնում էլի, ոյ կարմիր բանջար, լա փորձեմ, ձեռով պոկեմ, այդքան քաղել եմ, էլ եմ ուզում քաղեմ հլա բա, լավն են է, բա ոնց թողամ, ես էլ ես, ձերս գծեցին, էլ եմ կոկոմ գտել, մի խոսքով, սիրելիներս մանուշակը նոր է լինում, այսպես, սիրելի հետևորդներ ջան, որոշ ժամանակ արդեն պեչը վառել եմ, մի քիչ դժվարացա, բայց արդեն տաքացել ա տունը, սիմոջկան մեջ կդեմ արիլ տակ պեչին, հետո իրան լավ է ազգում, դե ձմեռվա պես փետով չեմ բերել լցրել, քանի որ պետք չի, որ բերեմ շատ փայտեր այդտեղ դասեմ, հիմա արդեն անցնեմ սոխերածը պատրաստելուն, Սիման արդեն մեջքը տաքացրեց ու իրան հիմա կսկսի մաքրել, այդպես փիսոների բնավորության համաձայն, ես էլ անցնեմ սոխերածը պատրաստելուն, Սիման շարունակում է իրան լավը զգալ, ես էլ արդեն մեկ ամբողջական գլուխ սոխ եմ մաքրել, և ռեդի յուղ եմ ավելացրել, շատ եմ սիրում, երբ որ բանջարի ճաշը հատկապես յուղով է լինում, դե ռեդի յուղն էլ համարյա թե հավասար է տնական յուղին, հիմա սպասեմ տաքանա և շարունակություն կտամ, սիրելի հետևորդներ ջան, Սիման կարծես թե քնել է, հանգիստ է արդեն, և մեր սոխերածն էլ պատրաստ է, սրանից ավել պետք չէ կարմրացնել, հատկապես բանջարով ճաշի համար, քանի որ կարող է մուգ սոխերածը ազդել բանջարով ճաշի ընդհանուր գույնի վրա, և հիմա անմիջապես պետք է ջուրը լցնեմ, շատ սիրուն ոսկեգույն է ստացվում, որից հետո արդեն կարտոֆիլն եմ լցնելու, պետք է եփվի, այնուհետև կարտոֆիլը կտրորեմ և բանջարը կավելացնեմ, իհարկե ձեր հետ միասին, կարտոշկեն էլ է էփել, ու հենց այստեղ պղնձի մեջ էլ տրորում եմ, ինչպես տեսնում եք, ամբողջությամբ պետք է տրորեմ, այսպես, ամբողջությամբ տրորելուց հետո արդեն բանջարը պատրաստ է, հանդրել եմ, լվացել, 10 ուղտը ջուր լվացի, այդքան պետք եղա, որ անընդհատ լվանամ ջուրը թափեմ, ամանից աման տեղափոխեմ, ոնց որ թե հերիք է, շատ եմ սիրում, որ բանջարի ճաշը կարտոշկեն մի քիչ շատ է ալում, դե հենց համով ալում էլի, դե պղինձս էլ օրստի պեչի վրա դղկդղկում է, էդ էլ դե բան չկա, մի հատ հլա էս պահը վայել ենք, արդեն քլքլթալ է էփում է, ճիշտ ժամանակն է բանջարը ավելացնելու, մի ես ստի մի կերպ հարմարացրել եմ, մի բերում եմ, օպա, ու սենց այս ձևով բերելու եմ ամբողջը, ոնց որ թե ստացվում է,
Ընտիր։ Մի պատար ճաշտի դառնալ, բայց ատո համով անելու։ Հետո հաջորդը այսպես։ Ջուրը կաթում չի վրա։ Այսպես, հետո սեղմում եմ, բայց թե չեմ ուզում սրանով սեղմեմ։ Այսպես, փայտի գդալաշերեփն եմ վերցրել, սրանով շատ հարմար է։ Քիչ սեղմում եմ, որ տաքանա, հետո միաձուլվի ընդհանուր ճաշին։ Մի հատ էլ կարամ տակու երես անեմ արդեն, գնալով ինքը արդեն փակում է։ Ջան։ Մի քիչ ջուր եմ ավելացնելու, որ տապակա չլինի։ Այսպես։ Ընտիրություն։ Ջուրն էլ կավելացնեմ, հենց որ կերամ, արդեն 2 հատ ձուկ ջարդեմ ու պատրաստ կլինի։ Սիրելի հետևորդներ ջան, մարմանդ եւ ֆումա բանջարով ճաշը։ Եվ սրանից ավել պետք չի թողնել, որ եփվի, որպեսզի չկորցնի իր այս կանաչ տեսքը։ Իսկ հիմա ձուն եմ ավելացնում եւ ասեմ, որ չեմ հարել ու հենց այսպես միանգամից լցնում եմ։ Օպա։ Համ հավեսա, համ սիրունա, համ էլ տեսնենք ինչ է ստացվում։ Ահա։ Ընտիր, իհարկե բացում ենք եւ իր մեջ արդեն խառնվում է։ Ուր կորար։ Ահա, այսպես։ Եվ արդեն իսկ ճաշի մեջ կխառնվի։ Ընտիրություն։ Համը սպիտակուցն է երևում, այս դեպքում համ էլ դեղնուցն է երևում եւ ճաշի տեսքը ավելի հետաքրքիր է դառնում։ Կարծես թե կանաչը, սպիտակը եւ դեղինը խոսում են իրար հետ, այստեղ մենք դեղնուցում ենք դեռևս գտանք այսպես։ Ես գիտեի, որ կորցրել եմ այդ մեկին եւ գտամ։ Սիրելի հետևորդներ ջան, մի փոքր էլ կմնա, 1-2 րոպե եւ արդեն պատրաստ է։ Աղը վերջում եմ միշտ ավելացնում, որպեսզի պահպանի իր բոլոր վիտամինները։ Տեսեք ինչպես գեղեցիկ տեսք ձեռք բերեց։ Ընտիրություն։ Ինչպես որ իմ առավոտը սկսվեց գեղեցիկ ու հեքիաթային տեսքով, այնպես էլ երեկոյան ժամերն է արդեն եւ նույնպես շատ գեղեցիկ է, համեղ եւ իհարկե գարնանային գեղեցկությունով։ Մոտեցնում եմ, որպեսզի տեսնեք ինչքան գունային գամմա է առաջացել այս տարբերակով ձուն ավելացնելը։ Իհարկե համեղ է բուրում, իսկ այստեղ մանուշակները ավելի են գեղեցկացնում եւ հաստատում գարնան գալուստը։ Ու թվում է, թե գարունը տուն եմ բերել։ Այս ամենը ձեզ եմ փոխանցում, սիրելիներս, դուք էլ ձեզ լավ զգացեք եւ իհարկե ժպտացեք։ Ժպտալը երկարացնում է մեր կյանքը։ Առայժմ, մինչ հաջորդ վլոգ, սիրելի հետևորդներ ջան։